Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժությունը։ Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Բաղրամյան զորավարժարանում կայացավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը մասնակցում էին Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի ներկայացուցիչները։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Արարողությունն ամփոփվեց ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով։ Կոբալտ 2016 մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մայիսի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը։ Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվում է 1958 թվականին ծնված Ասատուր Կարապետյանը։ Երբեմն հանդես գալով Վարդան անունով նա տարբեր քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Ասատուր Կարապետյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցող կամ նրա գործողություններից տուժած քաղաքացիներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման վարչությունների պետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն և առաջնորդվում է հրապարակային թափանցիկ գործելավոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը։ Մայիսի 24-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին։ Օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի քաղաքացու եղբայրը տեղեկացրել է, որ իր քրոջ անչափահաս երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն, սակայն գործի արագ լուծման համար ներկայումս հնարավոր չէ ներկայացնել լիազորագիր, որով ինքը իրավունք կունենա դիմելու նշված տեղեկանքը ստանալու համար։ Քաղաքացու ներկայությամբ Skype-ի միջոցով կապ է հաստատվել երեխայի ծնողների հետ։ Ճշգրտվել է դիմումատուների ինքնությունը, այդ թվում նաև բնակչության պետական ռեգիստրում առկա լուսանկարներով և այլ անհատական տվյալներով։ Դիմումատուն փոստով ուղարկել է նաև բոլոր փաստաթղթերի պատճենները։ Լիազորված անձի դիմումը ընդունվել է և այն կբավարարվի, քանի որ բխում է անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի օրենքի պահանջներից։ Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի քաղաքացին և տեղեկացրել, որ իր անձնագիրը տրվել է 2006 թվականին։ 10 տարյա վավերականության ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսին։ Նրան հետաքրքրում է, կարող է անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել։ Եթե այո, ապա ժամկետից շուտ քաղաքացին կարող է դիմել։ Պարզաբանվել է, որ հին նմուշի անձնագիրը կարող է մեկ անգամ երկարաձգվել 5 տարով և մինչև վավերականության ժամկետը լրանալը անձը կարող է դիմել նշված գործողության համար։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել
հրապարակել նաև press.police.am, դիմում շնիկ police.am էլեկտրոնային հասցեներին։